արդյոք այդ ուսումնասիրությունների ընթացքում իմացել եք, թե ինչ ճաշատեսակներ են մատուցվել մեր թագավորներին, որն է նրանց մենյուն, այսպես ասած։ Հետումինը, այո, Դա հետաքրքիր է։ այո, բուսակ էր եղել ինքը, շատ, բայց ընդհանուր գինիկյան ժամանակաշրջանի խոհանոցը ամբողջը հիմնված է համարյա ամբողջը կոլոլակների վրա, չուфթաների վրա։ Իսկ բագրատունիների։ Բագրատունիների խոհանոցը կամ վրացական խոհանոցը իրար նման են։ Իրար նման են, հատկապես քաղցրավենիքների մասով։ Քաղցրավենիք, օրինակ մի քաղցրավենիք կանի ժամանակներից, մեջը ուրեմն նուշ է, բողոք եւ մեղր։ Կա ընկույզ ու մեղր, այդ կոզինախի բանի տարբերակը։ Ընկույզ ու մեղր դալաուզիա կոչվում։ Եվ այդ ընկույզ ու մեղրով այդ քաղցրավենիքը նաեւ տիսական է իրենց մոտ։ Հարսանյաց հանդեսներին են տվել որպես իսական կերակուր, ընկույզ եւ մեղր։ Մեղրի մեջ թեթև եփված ընկույզը։ Թեթև եփված ընկույզը։ Հետաքրքիր բաներ կա հնագույն, թելբաց կերակրատեսակներ կան, թելբաց կուբատի, թելբաց չգիտեմ ինչ, եւ Նախիջևանում են պատրաստել, եւ անի ժամանակների։